Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի օրհնությամբ յուրաքանչյուր հինգշաբթի թեմի որևէ սրբավայրում կատարվում է միասնական ժամերգություն։ Թեմի վարչական խորհրդի ատենապետ Տեր Շնորհք Աբեղա Պալոյանի առաջնորդությամբ հոկտեմբերի 30-ին Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում էին մեկտեղվել թեմի հոգևորականները, վանականները, ուխտավորներ։ Ներկաները միասին աղոթեցին անազատության մեջ գտնվող Մկրտիչ սրբազանի, Միքայել եւ Բագրատ սրբազանների, Տեր Գարեգինի եւ մյուս ձերբակալվածների համար։ Աղոթելու բոլոր նրանց համար, ովքեր հանուն հայրենիքի, հանուն եկեղեցու, հանուն հավատքի այսօր բանտերում են գտնվում, աղոթելու Ադրբեջանում գտնվող մեր գերիների համար եւ լինելու միասին, որովհետեւ այս ծանր օրերին եկեղեցու համար մեր միասնականությունը եւ համերաշխությունը շատ կարեւոր է եւ ամեն անգամ հավաքվելով ժամերգության մենք մեկս մյուսով ավելի ուժեղանում ենք եւ մեր աղոթքներն ուղղելով առ Աստված հայցում ենք, որպեսզի Տերը օգնի շուտապույտ կերպով լուծելու այն բոլոր խնդիրները, որ ծառացել են այսօր եկեղեցու առաջ։ Մեր միասնության խորհուրդն ունի այսօր մեր ժամերգությունը, միասին հանուն խաղաղության, սիրո եւ համերաշխության խորհուրդն ունի այսօրվա ժամերգությունը։ Արագածոտնի թեմի բնականոն գործունեությունը խաթարվել է կապված վերջին շրջանի իրադարձությունների հետ, սակայն հոգևորականները իրենց ծառայության վայրերում շարունակում են սրբազան արարողություններ, ծեսեր իրականացնել, պահպանում են աղոթական միջավայրը։ Ցավոք սրտի այնինչ որ տեղի է ունենում հայ առաքելական եկեղեցում, նաև արտացոլվել է մեր թեմի վրա, տեղի ունեցան մեր բոլորի տներում խուզարկություններ, մենք բոլորս քննչական կոմիտե տարվեցինք, հարցաքննվեցինք եւ մինչ օրս զգում ենք, որ մենք բոլորս գտնվում ենք ուշադրության կենտրոնում, լավագույնս փորձում ենք մեր ծառայությունը շարունակել, ծառայության առումով որևիցե մի բան չի փոխվել մեզ համար, մենք ընտրել ենք այս ճանապարհը եւ այս ճանապարհով գնում ենք եւ փորձում ենք, որ որևիցե մի բան պակաս չլինի, ամեն ինչ անել ըստ պատշաճի, ըստ ծառայության ոգու, ըստ մեր պարտականությունների, անկախ այն հանգամանքներից, որի մեջ հայտնվել ենք։ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում էր նաև Տեր Սարգիս Քահանա Սարգսյանը, որը մեկ տարուց ավելի է ծառայում է Հովանավանքում։ Լրատվամիջոցների ներկայացուցիչները հետաքրքրվեցին վանքի շուրջ եղած հանգամանքներով։ Ներկայում Հովանավանքի տարածքում շուրջօրյա ոստիկանական հսկողություն է անցկացվում։ Ծառայության խոչընդոտելու համար, գիտեք, այն օրվանից պսակադրության այդ արդեն հայտնի իրադրությունից հետո ինձ մոտեցան եւ զրույց ունեցանք եւ իրենք պատճառաբանելով, որ ես թիկունքից հարվածող դուրս եկա, այսինքն չմիացա իրենք այլևս ինձ չեն ուզում տեսնել։ Իրենք ովքեր են։ Իրենք ներկայացան որպես Օհանավան գյուղի բնակիչներ, բայց հետո ձեր իսկ կողմից պարզաբանումների միջոցով արդեն տեղեկացանք, որ իրանք ընդամենը մի քանի հոգիներ էին, օհանավանցիներ, այլ մնացածը քաղաքացիական զգեստով ոստիկաններ էին եւ այլ մարդիկ, ովքեր որ մասնակցում էին այդ ընդհանուր, այսպես կոչված սադրանքին։ Ես ինքս տարուց ավել արդեն ծառայում եմ Սուրբ Հովանավանքի վանական համալիրում եւ կարող եմ հստակ ասել, որ այո, այնտեղ ավելի շատ գալիս են մեր Հայաստանի եւ Հայաստանից դուրս եղող շատ հավատացյալներ, խորհրդակատարությունների, տեսակ ուխտագնացությունների, Հովանավանքը միշտ լիքն է եղել հավատացյալներով եւ մենք լիահույս ենք, որ այս ամեն բանը հաղթահարվելու է եւ Հովանավանքը, ինչպես Մայրաթորն էլ այսօր հայտարարություն արդեն տեղադրել է, կրկին սրբագործման կարգ կատարելուց հետո մենք լիակատար կերպով իմ հոգևոր եղբոր Տեր Մանուկի հետ միասին կանցնենք ամբողջական հոգևոր սպասավորությանը մեր ուժերի ներածին չափով մեր սպասավորությունը բերելու հայ հավատացյալ ժողովրդի։ Իմ հորդորն է բոլոր նրանց, ովքեր ունեն նշանակված ծիսակատարություններ, իմ խնդրանքն է, որպեսզի գնան ուրիշ եկեղեցիներ կամ թող կապնվեն ինձ հետ, ես կօգնեմ ինձ, ինչով որ կարող եմ։ Կան այդպիսի արարողություններ, որ իմ խնդրանքով տեղափոխել ենք այլ եկեղեցիներ կատարելու, որովհետև այդպիսի միջավայրում անդադ կարծես հսկողության տակ եւ
ինձ համար անհարիր ու անհարկի է այդ մարդկանց տանելու այդ միջավայրի մեջ եւ իրենց համար աղոթք անելու։ Այսօր մեզ պետք է միայն համբերություն։ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վազգեն Քահանա Հովանիսյանը հորդորեց ներկաներին ավելի ամուր լինել հավատքի եւ սիրո մեջ, լցվել հույսով փորձությունները հաղթահարելու ճանապարհին։ Ժամերգության ավարտին հոգևոր դասը իր խոնարհումը բերեց Սուրբ Մեսրոպ Մաշտոցի Շիրիմին խնդրելով Սրբի բարեխոսությունը։ Միասնական հաջորդ ժամերգությունը կկատարվի նոյեմբերի 6-ին ժամը 18-ին Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում։